տվյալները ինչքան ճիշտ են բնութագրում իրական իրավիճակը, այդքան ընդունված որոշումները քաղաքականությունների ավելի ճշգրիտ են լինում, ավելի հասցեական են լինում։ Ժողովրդագրական առանցքային գործընթացները պահանջում են սոցիալական պաշտպանության եւ առողջապահության ոլորտների ու առհասարակ մնացյալ բոլոր ոլորտների ադապտացում, քաղաքականությունների ու դրանցից բխող գործողությունների սիներգիա։ Ժողովրդագրությունը մարդկանց մասին է եւ մարդկանց ապագայի մասին է։ Պետք է ոլորտի շուրջ մեր կոնսենսուսը ձևավորենք մեր վաղվա օրը ավելի արդար ձևավորելու համար։ Առողջապահության համատեքստում այս վիճակագրությունը կարևոր է, որպեսզի պլանավորենք առողջապահության կառուցվածքը եւ կառավարենք դեմոգրաֆիկ ռիսկերը։ Հայաստանը որդեգրել է այդ մոտեցումը, որ քաղաքականությունները եւ ռազմավարությունները պետք է լինեն տվյալահեն։ Տվյալահեն քաղաքականությունների համար անհրաժեշտ է հետազոտություն եւ տվյալների հետ աշխատանք։ Ժողովրդագրության տեսանկյունից շատ կարևոր է ակադեմիայի եւ պետության տարբեր ներկայացուցիչների սերտ եւ արդյունավետ համագործակցությունը, որովհետեւ միայն այդ դեպքում տվյալներն ու փաստերը կարող են բերել մարդակենտրոն եւ արդյունավետ քաղաքականություններ։ Demographic trends are affected by a variety of factors like urbanization, migration, population size, and furthermore, they're affected by global trends like climate change, technological advancement, and rising inequalities. So the countries should look at the comprehensive whole of society approach, trying to focus on overall well-being of the people in their country.